Վերջին հարցումների համաձայն Հիլարի Քլինթոնը Դոնալդ Թրամփի նկատմամբ ունի կայուն 5-ից 6 կետի առավելություն։ Հանրապետականների համար հատկապես մտահոգիչ է, որ ըստ որոշ հարցումների կանանց 70%-ը բացասական վերաբերմունք ունի Թրամփի մասին, իսկ ոչ սպիտակամորթ ընտրազանգվածի տրամադրվածությունը չափազանց բացասական է։ Քլինթոնի վարկանիշները նույնպես փայլուն չեն։ Քույնափիակի համալսարանի վերջին հարցման տվյալներով Քլինթոնը Թրամփի նկատմամբ ընդամենը 2%-ի առավելություն ունի։ Թրամփի մասին դրական կարծիք ունի հարցվածների ընդամենը 34%-ը եւ բացասական 57%-ը, մինչդեռ Քլինթոնը համապատասխանաբար 37 եւ 57% դրական եւ բացասական տրամադրվածության ցուցանիշներով առանձնապես առաջ չէ մրցակցից։ Մեկը մյուսին ոչնչացնելու մարտավարությունը գալիք քարոզարշավի էությունն ամենալավ բնութագրող արտահայտությունն է։ Օրինակներից է Ցինցինատիում հանրահավաքի ժամանակ Քլինթոնի հետևյալ հայտարարությունը. Մենք չենք պատրաստվում թույլ տալ Դոնալդ Թրամփին իր խաղատների նման սնանկացնել Ամերիկան։ Այդուհանդերձ վերլուծաբանների մեծ մասի կարծիքով Քլինթոնի խնդիրները չնչին են Թրամփի համեմատ, ում հեղինակությունը չափազանց ցածր է կանանց եւ փոքրամասնությունների շրջանում։ Հանրապետական կուսակցության առաջնորդները մտահոգված, բայց եւ հուսով են, որ նյույորքցի միլիարդատերը իրավիճակը փոխելու դեռ ժամանակ ունի։ Թրամփը վստահ է իր հաղթանակի մեջ, քանի որ ընտրողները նրան տեսնում են որպես ավանդական քաղաքականությունը հիրավի հարցականի տակ դնող տեխնացու։ Սակայն ըստ մի շարք վերլուծաբանների էլ Թրամփը դժվարանում է շահել առաջնային հավակնորդից համընդհանուր ընտրություններում տեխնացու դառնալու նպատակով պահպանողականների սիրտը։ Սակայն հանրապետական ռազմավարները զգուշացնում են, որ Հիլարի Քլինթոնի բացասական ցուցանիշները եւս մտահոգության առիթ են տալիս դեմոկրատներին եւ նա որոշակի անելիքներ ունի մինչեւ նոյեմբեր։ Վաշինգտոնի երկկուսակցական քաղաքականության կենտրոնից Ջոն Ֆորթիերի խոսքերով ակնհայտ է, որ Քլինթոնը կենտրոնանալու է Թրամփի բացասական կողմերի վրա, բարձրացնելու դեմոկրատների օգտին քվեարկողների մասնակցությունը։ Ըստ Գալլափի սոցիոլոգ Ֆրանկ Նյուփորթի, ընտրողները փոփոխության մեծ պահանջարկ ունեն եւ դեռ պարզ չէ, թե որքանով Քլինթոնի եւ Թրամփի միջև երկընտրանքը կբավարարի այդ պահանջարկը։ Սակայն նրա կարծիքով վճռորոշ գործոն է լինելու, թե ով ավելի կընդլայնի աջակիցների շրջանակը։ Երկու տեխնացուներն էլ կրում են բացասական վարկանիշային բեռ, սակայն չափազանց դժվար է կանխագուշակել, թե գալիք ընտրություններում որ մեկը կհաղթի չարյաց փոքրագույնի սկզբունքով։ Ամերիկայի ձայն, Վաշինգտոնից։